Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, երկու տողով ուզում եմ այսօր շատ կարևոր բանի մասին խոսել, որ բոլորը կամաց կարմիր գծեր անցնում են, կա մի հատ հոգեկան հիվանդ Արամ Հավետիսյան, որը մի քանի օր առաջ տեղադրել էր այսպիսի բան, ինձ անվանել էր ցաղրացու եւ ասել էր ով նրա մասին ինֆորմացիա ունի, թող ինքը մեզ ինֆորմացիա ուղարկի։ Ես դե այսպիսի բաներին չեմ հետևում, որովհետև հարգելի հայրենակիցներ, որտեղ նրանք, որտեղ մենք, որտեղ նրանց մակարդակը, որտեղ մեր մակարդակը, բայց այսօր նա անդրադարձել էր իմ ընտանիքի տղայիս, որը նա իմ համար իմ տան սրբությունն է, որը սովորել է աշխարհի ամենաբարձր դպրոցներում, հարգանքավայելել աշխարհի բոլոր ծայրերում, եւ նա արդեն որ մտնում ընտանիք երեխաների մասին չի անդրադառնա դրան, բայց չեմ կարող չանդրադառնալ, որովհետև տեսնելով, որ Երևան քաղաքում կենտրոնում նստած մեղավորը նա չի, մեղավորը նրանք են, ովքեր այս բոզի տղային փող են տալի։ Ասեմ ինչի համար բոզի տղա, որտև 20 տարի առաջ, երբ որ նրա հայրիկը մտավ տուն, Կատիլակ Սերոժին մոր հետ անկողնու մեջ բռնեց, թողեց Երևանից դուրս եկավ Մոսկվա, այլևս չվերադարձավ։ Իսկ Կատիլակ Սերոժը երկար տարիներ սրա մամային հագցնելով, այս երեխան ճիշտ է, ինքը վատ հոգեկան վիճակի մեջ է, դե լուբո երեխա էլ, որ տենում է իր մորը կողքի սենյակում ճուժոյ մարդը հագցնում է, հոգեկանը խանգարվում է։ Դե մտածելով, որ սա հոգեկան հիվանդ է, բայց արդեն նստել նայել, որ այսպիսի հոգեկան հիվանդը կարայինց կլոն անվանի, ոչինչ ժայնամ ասենք, նրանք օր ունեն, ժամ ունեն, բայց արդեն որ անդրադառնա իմ տղային, հիմա բացատրեմ։ Կատիլակ Սերոժը քեզ բոզի տղա իր համարները տվել էր սիպտակ Մերսեդեսով, քեզ ով որ իմ մոտ բերել է, խնդրել ես այդ տղուն Շահինյան Հովիկին, որի հետ ծանոթացել ես Ռոբերտ Քոչարյանի դադարության վաղտ, որ դու էլ Հովիկի հետ եղել եք երկուսով Քոչարյանի պաշտպանության միտինգին, եկել էր ընդ որ Քոչարյանին որ մտնեիր, հետո նույն Քոչարյանին խնդրել եք փող, բայց Քոչարյանը քեզ խիպտի փող տա, այսօր դու Քոչարյանի ընտանիքի հանդեպ, նրա կնոջ երեխաների հանդեպ անվայել խոսքեր ես ասում, ճիշտ է, նա պրեզիդենտ է, նա եղել է երկրի պրեզիդենտ, թույլ չի տա իջնի քո մակարդակին, ես էլ թույլ չեմ տա իջնեմ քո մակարդակին, բայց ես համ Քոչարյանի տեղը, համ Ավագումյան կամոյի տեղը, համ բոլորի տեղը կանդրադառնամ քեզ, որ դու հասկանաս, ես պրեզիդենտ չեմ, ես ապրած կյանք ունեմ, իմ ապրած կյանքը թույլ է տալի, որ ես քեզ գանդոն բացահայտեմ, որ քուպես բացի նա որ դու գանդոն ես, դուք սարքել եք գանդոնների երկիր, ինչի համար ասեմ, որտեվ այդ նույն ալիգարխները, որոնք քեզի մատերիալ են տալի, որոնք քեզի փող են տալի, որ նրանց կնգած փեշերին չկախվես, ուրիշի համար էթում են Հավայի ախրանիկներին խրգում են, ուրիշի գլուխը ջարդում են, բայց քեզ ձեռ չեն տալի, քեզ փող են տալի, դու էլ մտածում ես կանի Ավագումյան կամ սաղից փող վեկալես կամ Ասատրյանից, դու մեզնից կարաս մենակ վեկալես մի հատ մեծ բան, որ կողես բենիդ մեջ, խորը սենց, քանի որ դա լինելու է, սպասի համբերի, ուրիշ բան եմ քեզ ուզում ասեմ, բացի որ դու գյոթ ես, դու համասեռամոլել ես, հիշում ես, որ են պատմում է իրեն տղեկին պատմել ես, որ մարդիկ կան, ընդ քեզի առաջարկություն են արեբան, իսկ հիմա դու կապնվել ես Մոսկվա քաղաքից, մի հատ 55 տարեկան պսիխոլոգ կնոջ հետ, մտում քո պսիխոլոգն է, ու քեզանից փողեր է վեկալում, այդ սաղ փողերը դու ուզում ես մեզնից վեկալես 10 կնոջը, ես յար այ բոզի տղա, դու այդ եկել էիր արիոլ, խնդրել էիր, որ քեզ բերեին, 400 հոգի մարդ կար այրոլում, որ տեսել էին, որ մոդեցար ինձ, ոնց իջար ձեռս պաչեցիր, ես ամանչեցի ձեռս քաշեցի, որ ձեռս չպաչես, ասիր չէ, ես ենքան եմ ձեզ հարգում, որ ուզում եմ ձեր ձեռքը համբուրեմ, դուք Հայաստանի միակ փրկությունն եք, ես եկել եմ ձեր մոտ, եթե հնարավոր է ինձ էլ ֆինանսով օգնեք, ես դառնամ տելևիզիոնի բան բացեմ 25000, պարոն Ասատրյան, ձեր համար կարևոր ինֆորմացիա եմ բերել, որ դա շատ ավելի թանկ արժի, ես քեզ ուզեցա լսեի, տենաս ինչ ինֆորմացիա էր բերել, ապուշ խոսում էիր, նստել էիր պատմում էիր, Միքայել Մինասյանը,
հանդիպել է Փաշինյանի հետ Հռոմում, քյաշ փողա տվել, Փաշինյանի սենյակում բռնել են այդ փողը։ Հետո պատմում էր, որ ոնց են պայմանավորվել Վատիկանով փողերը ստանան, Ղարաբաղը ծախեն։ Պատմում էր, որ Սերժ Սարգսյանը ոնց հանձնեց բանը, փոխանցեց իշխանությունը, այս էշին։ Պատմում էր, որ Փաշինյանը աշխարհի ամենատականք մարդն է։ Ես քեզ մի պուչուր կտորներ դնելու եմ, որ ժողովուրդը տենա, թե ինչ աշշանի գանդոն ես դու արա, այ բոզի տղա։ Մի հատ է ժողովուրդը հասկանա, թե вообще քեզ նայողները մաքսիմում հավատացողները քեզի, քոպես պետք է գանդոն լինեն։ Էսի գիտես ինչ են, աբիժնիկները կան, մի քիչ են միլիցեքից, մի քիչ են KGB-ի առաջվա մինիստրներից, բանից, երևի զանգում են քեզ մի քիչ փող են տալի, շամփայը գցում են բերանդ, արա հոգեկան հիվանդ, բոզի տղա, քեզ չեմ ասի իմ դաշտ մի մտեք, արա։ Չես չեմ ասի իմ դաշտ մի մտեք։ Գիտեք ինչն է ամենապազորնին, որ Հայաստանում իրաց դնում են լավ տղեկի տեղ սաղ ֆրֆրում են, դուք նստած Երևան քաղաքի կենտրոնում, քո պես, գնելի պես ագարկի տղեկը, ում կնիգա ագարկայա, ով որ ինքը անձնական գյոթ է, հարգելի հայրենակիցներ, կներեք այսօրվային բարբարի համար, երբեք ինձ թույլ չեմ տվել, ի վերուստ Աստծո խնդրում եմ ձեզ ինձ ներողություն, թող Աստվածը ինձների, բայց նման բոզի տղեկի հետ ուրիշ բարբար չկա խոսալու, իսկ մյուս բարբարը որ գնելն ասում են, որ մտել է Արտուր Ասատրյանը, Մարթա խփե, որ ինձ Մարթա ուղարկեց էցեն, էս անեն անեն, իմացեք, միջև ձեր կյանքի վերջի օրը դուք պետք է վախի մեջ ապրեք, քանի ապրելու եք, որտեղ դուք ինձ ճանաչելով, հասկանալով ես ով եմ, իմ ընտանիք մտնելը աշխարհում չի եղել մի հոգի, որը չի պատժվել։ Բայց նրանց պատժում է Աստված, ոչ թե ես։ Միշտ իմացեք իմ դեմով դուս ա եկե, մի ձևի պատժվել է, բայց ես ոչ մի բան չեմ արել։ Դա միշտ պատժել է Աստված։ Իմացեք, Աստծո պատիժը դաժան է եւ արդար։ Երկու բառով այ բանագից փախած բոզի տղեկ 40 օրվա պատերազմում, որ դու փախած տնից հիմի նստել ես Երևան քաղաքում խոսում ես, արա։ Այդ որ պասպորտդ խրգել էր, փողել չունեիք, որ տոմս առնեին գայք, այդ թղթաբանակն ուզում էիր իմ վրա ծախեիր։ 40,000 հոգի մարդ է քեզ տեսե, հիմա նկարները դնելու եմ, վիդեոները դնելու եմ, ու գիշերը առանց ամանչելու, տղեկը միամիտ մտնում են սենյակ, տենում են տկլոր, տղու պոցոցի մեջ պարկած, միջև գալիս են իմ դուռը ծեծեն, որ ինձ ասեն, գիշերվա 4-ին ոտով փախնում եք, արյոլից, վատով փախնում եք, տաքսի եք բռնում, նստում եք եթում եք ուրիշ քաղաքից թռնում եք Մոսկվա։ Դու իմ համար ոչ մի բան ես, ես կյանքում չի անդրադառնա դրան, որտեղ քոպես Հայաստանում լիքը գանդոններ կան, սարքել եք գանդոնների ու բոզերի քաղաք։ Կյանքում չի անդրադառնա ձեզ, որովհետև ձերպես գանդոնը խոսա կամ ճանջը տզա իմ համար սո։ Բայց իմ Աստծո տված տղային անդրադառնալով կամ իմ փեսուն, կամ իմ աղջկան, կամ Բելա Քոչարյանին, խի Բելա Քոչարյանի պես սուրբ կին կա, հա։ Դու անդրադառնում ես տարիքով մամայիցդ 20 տարի մեծ կնոջը այդպեսի բարբարով մի քիչ համբերեք, Աստծո պատիժը դաժան է եւ արդար։ Հարգելի հայրենակիցներ, հիմա ես դնելու եմ իրոք նրա դեմքը ու իրոք նրա տեսքը, որ դուք հասկանաք, թե դու ում եք թույլ տալի, լսեք, հələ մեկն էլ լայք դնի։ Սրանից հետո որ նրան լայք դնի, դուք էլ նրա պես աբիժնիկ գանդոն եք։ Դե կան այտենց բոզեր, որոնք մեր երկրում անպակաս են։ Միակ բանը Փաշինյանը, որ լավ արեց, սաղ բոզերի ու գյոթերի դեմքը բացահայտեց։ Կներեք իմ այսօրվա բարբարի համար, ստիպված էի ասեի, չէի կարաչասեի, Աստված բոլորիս պահապան։ Դրդեմ արշավեր սկսվել ավելի շատ ոչ թե իշխանության կողմից, այլ շատ ընդդիմադիրների կողմից, ընդդիմադիր բևեռների, որոնք որ հակառակը պետքա փորձեն կոնսոլիդացնել բոլորիս, նաև Հայաստանից դուրս ուժերին, որպեսզի գանք փոփոխության, բայց չգիտես ինչու նրանք թիրախավորում են արդեն այն մարդկանց, որոնք որ հանդես են գալիս պետականության դիրքերից, դա ինձ հետաքրքրեց եւ ես որոշեցի գալ Մոսկվա, քանի որ դուք խնդիր ունեք եւ հետախուզման մեջ եք գտնվում, այսպես քաղաքական հետապնդման հերթական զոհն եք, ես որոշեցի գալ ավելի մոտիկից ծանոթանալ, քանի որ կարծում եմ, որ մեր միակ փրկությունը այսօր ազգային այսպես
մտածելակերպ արժե համակարգ առաջի հերթին ունեցող մարկանց շարժման կամ այսպես կազմակերպությունների միավորման մեջ է։ Իմ համար ես մի կարևոր արձանագրում արեցի, որը որ շատ խորքային եւ կարևոր բնույթ է կրում։ Դուք իրենց հետ խոսելուց ասիք, որ ես դեմից կգնամ։ Այսինքն քաղաքականության մեջ կամ առասարակ կյանքում դա պատերազմում անգամ դա ամենակարևոր բանն է։ Բոլորիս համար պարզ է, որ գործող իշխանությունները ոչ մի պարագայում լավ օրի չեն հասցնելու Հայաստանը։ Նրանց մի օր մնալը անգամ շատ մեծ այսպես վնաս է հասցնում երկրին։ Բոլորի համար ակնհայտ է, որ այս իշխանությունները մի օր հեռանալու են։ Նրանց հեռանալը ժամանակի հարց է հայ ազգի այդ տականքին, որը որ այսօր զավթել է իշխանությունը, զավթած իշխանությունը պահում է եւ փորձում են մոլորեցնել մեր ժողովրդին, այդ դասակարգը, որը որ ուզուրպացրել է իշխանությունը, այսպես ստրուկի կարգավիճակում է պահում հայ ժողովրդին, վերադարձավ իր փեշակին, այսպես նշեմ, փող աշխատելու եւ այսօր փողի համար հանուն փողի ամեն ինչի պատրաստ մարդիկ են։ Հայաստանի Հանրապետությունը այսպես բաժանված է կլանների եւ ուղղակի բազմաչարչար հայ ազգին դարձել են վասալ եւ քաղաքական մանիպուլյատիվ տեխնոլոգիաներով խաբելով այսպես պահում են որպես ստրուկ Հայաստանում հայերին, ցույցերին նրանց շարժումներին մասնակցում էին, որպեսզի օր առաջ հերաստեն այսօրվա իշխանություններին, որոնք որ իմ գնահատմամբ եւ շատերի գնահատմամբ այսօր էգզիստենցիալ այսպես վտանգ են ոչ թե միայն Հայաստանի հայության համար, այլ ամբողջ աշխարհի հայության համար։ 2018 թվականին միանշանակ եղել է իշխանափոխություն։ Անկամ ոչ թե իշխանափոխություն, այլ դասական այսպես իշխանության հանձնում ընդունման գործընթաց, ուղղակի պետք էր մի ինչ-որ շոու կազմակերպել, այսպես շղար հաղորդել, որպեսզի տարիներ հետո կարողանային ժողովրդին այսպես կերակրեին, խաբեին, որ հեղափոխություն ա եղել, եկան տապալեցին Սերժ Սարգսյանին։ 2018 թվականին դուք ձեր հաղորդման մեջ եւս անդրադարձել եք այս հարցին, դա բոլորի համար է արդեն պարզ։ 2018 թվականին մի խումբ երիտասարդներ որոշեցին գան ինչ-որ հեղափոխություն անեն, իշխանություն փոխեն, որից մի մասն էլ բնությանը ընդհանրապես անհայտ արարածներ էին, եւ ինչ էր հետաքրքրական, որ այդ մարդիկ 15 հոգի մարդ չէին կարող հավաքեն։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը հստակ պայմանավորվածություններ ա ունեցել, հստակ ինֆորմացիան ստացել է, բայց բնականաբար իր թմի 90%-ը չգիտեն տեղյակ այդ մարդիկ ինչա կատարվում։ Վերջում Նիկոլ Փաշինյանին ով է ընտրել ազգային ժողովում։ Հանրապետական կուսակցություն, եթե չընտրեր, Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէր դառնալու։ Էշը ճիշտ էր, ես սխալվեցի։